Տիկին Անդրեասյան, շնորհակալություն, երևի առիթ կունենանք ավելի խոսելու նախագծի մասին, դեռ երկրորդ ընթերցումը կա, աշնանը կլինի, ես վերջին ձեր նախադասության հետ կապված հարց ունեմ, էթիկայի մարմնից եք խոսում եւ բուհերի կառավարման խորհուրդներում եւ որոշում կայացնող պաշտոններում կուսակցական անձանց եւ բարձրաստիճան պաշտոնյաների արգելքի մասին, սա մի խնդիր է, որը քաղաքականապես մեզ կոպիտ ասած հետապնդում է, երբ մենք կարողանում ենք ստեղծել միջավայր, որի արդյունքում մենք քաղաքականապես ամբողջությամբ դուրս են գալիս այդ միջավայրից, քանի որ կարծում ենք, որ պետքա զերծ լինեն քաղաքական ազդեցություններից եւ ոչ միայն այս համակարգում շատ է լինում։ Եվ դրա փոխարեն այդ միջավայրերը լցվում են այլ տիպի քաղաքական ազդեցություններով, եթե թույլ տաք վերջացնեմ նախադասությունս, պայմանական մենք դուք բարձրաստիճան պաշտոնյաներ եք եւ ներգրավել չեն կարողանում, բայց ուրիշ կուսակցությունները, որոնք այս պահին կառավարման ֆունկցիա չեն անում, իրանց կուսակցական անդամությունը սառեցնում են, գնում են դառնում են բուհական պաշտոնյա։ Ես չեմ ասում, որ մարդը չպիտի իրավունք ունենա ակադեմիական կարիերա անել, եթե կուսակցական է լինելու, բայց երբեմն տեղ մենք էլի հանդիպում ենք, որ քաղաքականացված են որոշումները կայացում, դրա հետ ոնց ենք աշխատելու։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, իրականում այո, պրակտիկան, որը տեսնում ենք, այն է, որ որոշ ուրեմն ակադեմիական կազմի որոշ ներկայացուցիչների, ինչպես նաև բուհական որոշ աշխատակիցների կողմից կարող են նման ուրեմն վարքագիծ նկատել եւ կարծում եմ, որ էթիկայի կոմիտեն, որը նախատեսում ենք, որ կձևավորվի բուհերում եւ որտեղ նաև ուրեմն հստակ հնարավորություն կլինի բոլոր նման հարցերը քննարկելու եւ հետեւություններ անելու, որովհետեւ նախատեսում ենք, որ էթիկայի կանոնակարգ է լինելու եւ այդ պահանջներին հետեւելու հստակ պարտավորություններ չհետևելու դեպքում էլ հետևանքներ են նախատեսվում ընդհանուր միջև աշխատանքի դադարեցումը եւ նման նաեւ ինստիտուցիոնալ գործիքակազմերն է, որ պետք է մեզ առաջ տանեն դեպի այս ուրեմն տրամաբանությունը ապահովելու ուղղությամբ, որովհետեւ դուք ճիշտ եք, մեր պատմությունը բոլորովին լավը չի, բուհերը եղել են առատ միջավայր կուսակցական գործունեության եւ նաեւ երիտ կուսակցականների ձևավորման համար եւ կարծում եմ, որ մենք պետք է շատ խիստ ուրեմն կանոնակարգեր ունենանք, որոնք կօգնեն այդ խնդիրները արմատախիլ անել ամբողջությամբ։ Արձագանք։ Ես ուզում եմ նաև այդ բանի միջավայրի վրա ուշադրություն դարձնենք, որ այն ժամանակվա ոնց որ ուսխորհրդի կարկառուն դեմքերը, որոնք քաղաքական մոտիվացվածությամբ ինչ-որ գործեր էին անում, սովորում էին բուխում, հիմա այդ մարդկանց մի մասը տեղափոխվել է արդեն ղեկավար կազմ, երբեմն տեղ իրանք ի հայտ են գալիս ու նույն տիպի քաղաքական մոտիվացվածությամբ կարող են որոշումներ կայացնել։ Ձեր ասացի վերաբերյալ հարցը էթիկայի հանձնաժողովի ուզում եմ հստակեցնենք դա լինելու է վերբուհական թե ներբուհական մարմին եւ կանոնակարգը միասնական է լինելու թե յուրաքանչյուր բուհի համար առանձին։ Լինելու է իհարկե ներբուհական, սակայն անկախ մարմին, այսինքն էթիկայի ուրեմն մարմնի ձևավորման որոշ առանձնահատկություններ օրենքում սահմանվում են եւ դրա անկախությունը հստակ դրույթ է, ընդ որում նաեւ որոշակի ընտրողականություն պիտի լինի, ընտրովիություն մարմնի։ Ինչ վերաբերում է կանոնակարգին, ապա որոշ ընդհանուր սկզբունքներ մենք նախատեսում ենք ունենալ, բայց բուհական ինքնավարության ներսում կարևորում ենք, որպեսզի բուհերը կարողանան իրենց ավելի հստակ կանոնակարգեր ունենալ, այլ բան է, որ մենք գործում ենք նաև բարձրագույն կրթության եվրոպական տարածքում, որտեղ արդեն իսկ կան որոշակի սկզբունքներ եւ արժեքներ եւ ակադեմիական բարեվարկությունը, նման որոշակի քարոզներից արգելքը ընդհանուր կանոններ են, որոնք պիտի գործեն նաև մեր բուհերում, ընդ որում նման հատկանիշները հանդիսանում են նաև վարկանիշավորման համակարգերի ցուցիչներ եւ ես կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրն է, որպեսզի բուհերում ձևավորեն, գիտեք, միայն վարչական լծակներով նման խնդիրները չեն լուծվում։ Պետք է ձևավորենք միջավայր, որտեղ կա անհանդուրժողականություն ուսանողների կողմից, լսարանում, այլ հարցերով զբաղվող դասախոսների նկատմամբ։ Ուսանողները պիտի պահանջատեր լինեն կրթության որակի նկատմամբ եւ մենք պետք է բոլորս ամեն մեկը իր մասով ապահովի դրա ուրեմն միանշանակ կիրառումը։